Բարի լույս։ Պողոս Առաքյալը Տիմոթեոսին ուղված առաջին նամակի երկրորդ գլխում գրում է. Ուզում եմ, որ ամեն տեղ, երբ տղամարդիկ աղոթեն, վեր պարզեն մաքուր ձեռքեր, առանց բարկության եւ երկմտության։ Նույնպես եւ կանայք իրենց թող զարդարեն խոնարհության զարդերով, ամոթխածությամբ եւ պարկեշտությամբ։ Զարդարվեն ոչ թե մարգարիտով ընտելուզված ոսկյա հյուսկերով կամ պճնազարդ զգեստներով, այլ բարի գործերով, ինչպես վայել այն կանանց, որոնք հանձն են առել աստվածապաշտությունը։ Սիրելիներ, այս փոքրիկ հատվածը ընթերցեցի, որովհետև մտքիս մի հետաքրքիր բան կա։ Ամեն տեղ ասում է, երբ տղամարդիկ աղոթեն, թող վեր պարզեն մաքուր ձեռքեր առանց բարկության եւ մտության։ Որքան կարևոր է աղոթքը։ Որքան կարևոր է տղամարդու աղոթքը։ Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ տղամարդիկ քիչ են աղոթում։ Գոնե տեսանելի չէ տղամարդկանց աղոթքի ներկայությունը։ Դերևս ի նկատի ունեմ ժամերկությունները կամ սուրբ պատարագը, որտեղ կանանց զգալի ներկայություն կա, տղամարդկանց ավելի քիչ։ Պողոս Առաքյալը Տիմոթեոսին ասում է, որ տղամարդիկ պիտի առանց բարկության եւ երկմտությամբ իրենց ձեռքերը պարզեն աղոթքի համար։ Ինչպիսի զորություն կա այս խոսքի մեջ։ Ինչ գեղեցկություն կա այն տղամարդուն, ով Տիրոջ հետ է խոսում, ով իր արարչի հետ է խոսում։ Չէ՞ որ տղամարդն է ստեղծվել Տիրոջ պատկերով եւ նմանությամբ, եւ տղամարդուց էլ Եվան է ստեղծվել կինը։ Սիրելիներս, մեզ մոտ ոչ ճիշտ հասկացողություն է։ Տղամարդը նախընտրում է մնալ տանը, սուրճ խմել, հեռուստացույց նայել, նարդի խաղալ, փողոց դուրս գալ եւ մնացած բաներն անել, բայց ոչ Աստծո առաջ կանգնել աղոթքի։ Բայց պատկամը այս է այսօրվա։ Տղամարդը թող իր ձեռքերը պարզի, Տիրոջ հետ խոսի, որտեղ այլտեղ չկա խոսելու։ Տղամարդու գլուխը Աստված է։ Եվ գալիս է կնոջը ասելով, որ թող չպճնվի, թող չզարդարվի, որտեղ իր զարդարանքը իր խոնարհության, իր համեստության, իր զսպվածության մեջ է։ Այս էլ թերևս երբեմն նկատում ենք հակառակ process։ Ինչքան շատ է այդ զարդարանքը, այդ ճոխությունը, կնոջ փափագը, որ իր դեմքը, իր տեսքը ամեն ինչ շատ լինի, թվացial գեղեցիկ լինի։ Այնինչ կնոջ գեղեցկությունը հենց կայանում է նրանում, որ Աստված պաշտության մեջ պետք է լինի։ Իր գործերով, իր բարի գործերով պիտի կարողանա գեղեցկանալ։ Հետևաբար, սիրելիներս, այսօրվա հոգևոր նախաճաշը ուղղված է եւ տղամարդկանց, եւ կնոջ։ Սիրելի տղամարդիկ, ամոթ չէ Աստծո հետ խոսելը։ Ամոթ է չխոսելը։ Ամոթ չէ աղոթք անելը, որովհետեւ աղոթք են անում ուժ ունեցող մարդիկ։ Աստծո հետ խոսում են խոսք ունեցող մարդիկ, միտք ունեցող մարդիկ։ Սիրելի կանայք, ձեր գեղեցկությունը ձեր հոգևոր լիցքի մեջ է։ Ձեր գեղեցկությունը, ձեր ամրությունը ձեր ներքին լույսի եւ ջերմության մեջ է, որ բաշխում եք ձեր ընտանիքներին եւ այն բոլոր մարդկանց, որոնք ձեզ հետ հաղորդակցվում են։ Հետևաբար, խնդրում եմ, որ չդադարեք աղոթել։ Մեր իրականության մեջ աղոթքի պակաս կա, եւ այդ պակասը, ինչպես տեսնում եք, զգալի է եւ ցավոտ է։ Լինենք աղոթքով։ Տղամարդ թե կին, կանգնենք Տիրոջ առաջ, հանգիստ խղճով, հանգիստ խղճմտանքով, խաղաղ հոգով եւ խոսենք Աստծո հետ։ Աստված գիտի մեզ ինչ է ասել։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։